Այսօր ապրիլի 30-ն է եւ հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր, ճշվացություն կարող եք զգալ առավոտյան, բայց օրվա կեսին դրական էներգիան կվերադառնա։ Հարմար է օրը 5 գործերը ավարտին հասցնելու մտերիմների հետ խաղաղությամբ շփվելու համար։ Ցուլեր, ստեղծագործական միտքը ակտիվ է, հնարավոր են նոր գաղափարներ ու առաջարկներ։ Օրվա վերջում կարիք կունենաք հանգստի, լավ կլինի խուսափեք գերլարվածությունից։ Երկվորյակներ, օրը նպաստավոր է շփումների ու համագործակցության համար, կկարողանաք լեզու գտնել անգամ բարդ մարդկանց հետ, կարող են ի հայտ գալ նոր ծանոթություններ։ Խեցգետիններ, զգայունությունը այսօր ավելի ուժգին կլինի, կարող ես հեշտությամբ նյարդայնանալ, փորձիր կենտրոնանալ տան վրա կամ օգնել մտերիմներին, դա քեզ կզբաղեցնի ու կբարելավի տրամադրությունդ։ Առյուծներ, ակտիվ օր է, կարող ես հաջողության հասնել ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում, քո էներգիան ուրիշների վրա կայուն ազդեցություն կունենա։ Կույսեր, հարմար օր է ֆինանսների վերանայման ու մանրամասն ծրագրերի մշակման համար, հնարավոր են փոքր վեճեր ընտանիքում ավելի լավ է զիջել, քան խորացնել տարաձայնությունը։ Կշեռքներ, արժե լսել ինտուիցիային, շատ հարցերում դա քեզ ճիշտ ուղղություն ցույց կտա, օրը լավ է ստեղծագործ աշխատանքի կամ սիրված զբաղմունքների համար։ Կարիճներ, անսպասելի նորությունները կարող են փոխել օրվա պլաններդ, մի խուսափիր փոփոխություններից, դրանք կբերեն լավ արդյունքներ։ Հնարավոր են նաև եկամուտներ կամ շահավետ առաջարկներ։ Աղեղնավորներ, ուշադրությունդ բաշխիր հիմնականի վրա, եթե կենտրոնանաս կարող ես մեծ հաջողություններ ունենալ, հնարավոր են նոր հնարավորություններ, ճամփորդությունների կամ ուսման հետ կապված։ Այդ եղջյուրներ, օրը հարմար է կարգ ու կանոն հաստատելու համար, կկարողանաս ավարտել երկարատև գործերդ, սիրային հարաբերություններում կլինի կայունություն, եթե անկեղծ լինես ինքդ քեզ հետ։ Ջրհոսներ, քորն ինքնաարտահայտման համար կարող ես գրավել մարդկանց ուշադրությունը ու առաջացնել հետաքրքրություն, օրվա վերջում հնարավոր է հոգնածություն զգաս, արժե ժամանակ հատկացնել հանգստիդ համար։ Ձկներ, լավ օր է ինքնաքննության համար, կարող ես վերանայել հին որոշումներդ ու վերջապես ազատվել ներքին հակասություններից, խուսափիր վեճերից ու հակասություններից, հատկապես ընտանիքում։ Դե ինչ հաճելի օր ենք մաղթում, մնացեք Օրագիր Նյուզի հետ։